Ողջույն Արագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է ինֆլուենսեր մոդել Վարդ Զաքարյանը, ողջույն Վարդ ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Վարդ իրականում եղել է ժամանակ, երբ որ մեր տաղավարում հյուր եք եղել, բայց երկար ժամանակ է անցել եւ իհարկե բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։ Երևի առաջինը խոսենք հենց նրա մասին, թե ինչից սկսվեց քո բլոգում ակտիվությունը։ Ամեն ինչ շատ սպոնտան սկսվեց, իրականում միտք չկար բլոգեր դառնալու եւ տենց ինձ հիմա էլ չեմ համարում ակտիվ բլոգեր։ Ուղղակի սիրում էի կոնտենտ նկարել, ստեղծել, հրապարակվել եւ կիսվել ոնց որ ընկերներիս հետ։ Ու այդ ամեն ինչը ընթացիկ խորացավ եւ մի քանի բրենդներ ինձ որպես մայր բլոգեր նկատեցին դեռ երբ որ ես ունեի 200 հետևորդ, կարելի ասել 200 ընկեր կամ բարեկամ, որովհետեւ այդ մարդկանց մեջ չկային անծանոթ մարդիկ ինձ, եւ ես սկսեցի ստեղծել իրենց համար կոնտենտ, որը տեղադրում էի նաեւ իմ սոցիալական էջերում։ Այդտեղից սկսեց զարգանալ, ինչքան ժամանակը գնում էր, ես հասկանում էի, որ դա ինձ ավելի է դուր գալիս եւ սկսեցի ավելի լուրջ վերաբերվել դրան, ոչ միայն նկարել, այլ նաեւ արդեն մտածել, թե ինչ է պետք նկարել, երբ է պետք տեղադրել եւ այդպես սկսվեց։ Քանի որ շատերն են իրականում կողքից տեսնում, որ հնարավորություն են ունենում մարդիկ տարբեր ընկերությունների հետ համագործակցելու ու սկզբնական շրջանում բնականաբար քիչ հետևորդով նույնիսկ մեկ համագործակցություն ունենալը դա շատ կարևոր է։ Կպատմես, թե ինչպիսի բնույթ է այդպիսի համագործակցությունները կրում, երբ որ դու բրենդի ներկայացուցիչն ես դառնում։ Նայեք, քանի որ ես աշխատել եմ եւ երկու կողմերում, այսպես ասված, եւ ստեղծել եմ կոնտենտ, որը կարելի է տեղադրել իրենց սոցիալական էջերում, հիմա շատ մոդայի կանոնով UGC creator-ներ է, եւ կային հոլովակներ, որոնք նրանք ցանկանում էին, որ տեղադրվեր իմ էջերում։ Այդ պահին տենց իմ համար շատ անծանոթ թեմա էր դա, թե ոնց կարա այդ բրենդը ինձ նկատի ու որոշի, որ ես պետք է իր հետ աշխատեմ, քանի որ այդ պահին շատ ակտիվ մամա բլոգերներ կային, ովքեր ունեին շատ մեծ լսարան, բայց իր պնդումներով, որ ինձ դուր է գալիս քո տեսակը, քո ներկայացումը, չկա քո մեջ ոչ մի կեղծիկ, ինչը որ հիմա Instagram-ում բավականին շատ է, այդ ինստա մամաները իդեալականացված ընտանիքներով, սկսեցի արդեն իրենց համար ստեղծել կոնտենտ եւ մեկը մեկով եկավ նոր պատվերներ եւ եղել է ընթացք, երբ բացարձակ պատվեր չի եղել, ես շարունակել եմ նույն ձև ակտիվ լինել, այն հույսով, որ այդ աշխատանքը մի օր գնահատվելու է։ Նաև իրականում ընտանիքդ անմասն չի եւ իրենց մասնակցությունն են ունենում հոլովակներում, ինչպիսի է աջակցությունը թե ընտանիքիդ կողմից եւ թե արդեն ավելի շատ անհատականացնենք ամուսնուդ կողմից։ Ընտանիքիս կողմից ամենին սենց հավես ճակերտավոր սկսվեց, իրենց դուր էր գալիս, թե ինչ որ նկարում էինք, հետո միասին նայում էինք, քննարկում էինք, ես ապրում եմ մեծ ընտանիքում, այսինքն մենք ապրում ենք ես, երեխաս, ամուսինս եւ սկեսուրս, սկեսրարս, իրենց կողմից էլ շատ մեծ աջակցություն կար, այն որ երեխային պահեմ, տանեմ, կուխնյա պահեմ, դու մի հատ նկարի արագ, բան սենց հանգիստ, այն որ չգիտեմ, լիոսուս մաման բանա նկարում, շատ մեծ աջակցություն, ինչը որ ոչ բոլորն ունեն իրականում, նամանավանդ երբ այսքան սեփական մայր հայրը չի, ովքեր որ մի տան մեջ քեզ մեծացրել են, այլ են մարդիկ են, ովքեր ում համար դաժե նորություն է, ինչ հարս բլոգեր, որ մի հատ էլ պետքա աջակցեն, իսկ իրաց կողմից աջակցությունը իրականում շատ մեծ էր։ Ամուսնուս կողմից աջակցությունը մեծ է լյուբոյ հարցում, որը որ ես կսկսեմ, այսինքն իմ ցանկացած Начинанияում հայերեն բառերը մեկ-մեկ գնում են ուղղակիցս ինչ գործ ես կսկսեմ իր աջակցությունը շատ մեծ է ու կապ չունի ես այդ գործին վերաբերվում եմ շատ լուրջ դա ֆինանս բերող գործ է թե դա իմ հոբին է ինչ որ սկսեմ ինքը սենց դավայ առաջ ձեր կողքին է Այո Նաև ձեր ծանոթությունը բավականին հետաքրքիր էր շատերն են միշտ հարցնում թե ինչպես եք ծանոթացել մի փոքր պատմես դրա մասին թե ինչից ամեն ինչ սկսվեց Շատ էլի պատահական ենք ծանոթացել Instagram-ի միջոցով իմ կվասկի սուրս կեսրարը եղել են մի առիթի, որտեղ հանդիպել են աղջկա, ով անուն ազգանունով մոտ էր իմ անուն ազգանունին եւ սխալ գրելով, քանի որ ամուսինս Ուկրաինայից էր եւ ոնց որ հայերեն տառերը չգիտի, անուն ազգանուն տան սխալ հիշելով, սխալ գրելով առաջին էջի իմեջն էր վերել եւ այդպես ծանոթացել ենք։ Նաեւ ասում են, որ իրականում սոցհարթակների միջոցով մարդիկ չեն կարող ռեալ ամուր կապեր ստեղծել, քանի որ թերահավոտորեն են մոտենում։ Ինչ կասես դրա մասին։ Ուղղակի երևի մի քիչ բախտի բան է, այսինքն թե ով ում պետքա երբ գտնի որտեղից, որովհետև իմ եղբայրը
12 տարի առաջ ծանոթացել է ուրիշ իհարկե Instagram չեր այն ժամանակ ուրիշ սոցհարթակի միջոցով ծանոթացել է ու ունեն շատ ամուր ընտանիք 3 երեխա իմ հարազատ եղբայրը նույն կերպ է ամուսնացել, ես նույն կերպ եմ ամուսնացել եւ ոնց որ օրինակ եմ, որ կարելի է իհարկե ծանոթանալ եւ դա կարա լավ բանի բերի եւ վերջում կազմեք ամուր ընտանիք իրականում հիմա փողոցում էլ կարող ես ծանոթանալ ուղղակի հիմա դարաշրջան է եկել նրան որ կան սոցհարթակներ եւ եթե այն ժամանակ ինչ որ մեկին պետք է դուրսը տեսնեիր ու տարիներով փնտրեիր որ գտնեիր հիմա կա ավելի հարմար միջոցներ նաեւ ամուսինդ ֆուտբոլիստ է եւ հաճախ կիսվում ես նրա հոլովակներով լինում են դեպքեր երբ որ գնում է գործուղումների եւ դու էլ միասին ես նրա հետ գնում ինչպիսին է երբ որ տարբեր ոլորտների ներկայացուցիչները կարողանում են ընտանիք կազմել հենց սպորտի առումով էր դժվար սկզբանե, քանի որ ես ֆուտբոլին որպես նախ ես չգիտեի, որ ֆուտբոլը մասնագիտություն է։ Սկսենք այդտեղից, երբ որ մենք ծանոթացանք, ամուսինս նույն հիմա էլ նա գործող ֆուտբոլիստ, խաղում է, եւ այդ ժամանակ էլ ինքը խաղում էր, իսկ գնում էի խաղերին, նայում էի, աջակցում էի, բայց ես այդ պահին էլ չէի պատկերացնում, որ դա իրոք նման այդպես մասնագիտություն է, որով զբաղվում եմ, բայց Արտուրը փոքր տարիքից մինչև առեսօր ինքը իր կյանքը միայն ֆուտբոլն է, ինքը պատկերացնում է իրան միայն ֆուտբոլում եւ սպորտսմենների կյանքը շատ բարդ է այդ եւ գործողումների հետ կապված եւ խաղերի եւ ռեժիմի ես հիշում եմ մի պահ կար նույնիսկ որ իմ համար շատ անծանոթ վիճակ էր դա ոնց կարելի է ժամը 10-ին տուն գնալ եթե մենք նոր հանդիպում էինք ինչ-որ առիթների ծնունդների էինք գնում մենք պետք է շուտ տուն գնայինք որովհետեւ ինքը ռեժիմ էր պահում ուտելիքը պետք է լինի ռեժիմին համապատասխան խաղերից առաջ ինչա պետք ուտել առավոտյան նախաճաշը ինչքան կարեւոր է եւ տենց ռեժիմով ես սկսեցի ապրել իրականում հա որտեղ մեկ-մեկ Արտուրին ասում ուզում եմ 9-ից 6-ը գնաս ինչ-որ մի հատ օֆիս աշխատես հետ գաս ես հասկանամ որ всё ավարտվեց քո աշխատանքը իսկ իր պարագայում բացարձակ տես չի բայց իմ պարագայում էլ տես չի եւ դրա համար էլ իրար հեշտ հասկանում ենք ճիշտ է մենք շատ տարբեր ենք եւ որպես անհատ մենք շատ տարբեր ենք բնավորությամբ ահավոր տարբեր ենք այն զանգակ բամբակ վիճակն է մեր մոտ եւ մասնագիտություններով եւս բացարձակ ես պատկերացում չունեի թե ինչա ֆուտբոլը իսկ հիմա մեկ-մեկ խաղեր ենք նայում, նենց արտահայտություններ եմ անում, ասես նայում ասում եմ, որտեղից գիտես, քիչ-քիչ սովորում ես արդեն սովորել եմ։ Իհարկե, եթե ապրում ես մի մարդու հետ, ով ունի ինչ-որ հետաքրքրություններ կամ ինչ-որ մասնագիտություն, որից որ դու գաղափար չունես, դու պետք է սովորես, որպեսզի եզրերը շփման չկորեն։ Նաև դու իրականում միայն սոցհարթակների միջոցով չես քո ֆինանսական կայունությունը ապահովում, ծավալում ես տարբեր գործունեություններ։ Մի փոքր անդրադառնանք, թե ինչ գործունեություն ես իրականացնում։ Ես աշխատում եմ որպես մոդել, գովազդային հոլովակներում նկարահանվելով, դրանք եւ խոսքային ռիլերն են, որը հիմա շատ ակտուալ են, եւ որպես ֆոտոմոդել, ինչը մի քիչ ավելի քիչ է հիմա, քան խոսքայինները, եւ բացի դա նաեւ աշխատում եմ Promexpo ընկերությունում որպես ցուցահանդեսային կազմակերպիչ, ավելի շատ գովազդների մասով եմ այդտեղ։ Այդպես։ Բարդ իրականում շատերը թերահավատորեն են մոտենում, հոլովակներ երբ որ նկարում են, գովազդում են, մտածում են, որ իրականում դա այդքան էլ երկարաժամկետ հեռանկարային աշխատանք չի, արդյոք այն մարդիկ, որ մտածում են այդ ոլորտով զբաղվել, դրանով իրենց ֆինանսական կայունությունը ապահովել, ինչ խորհուրդ կտաս, ինչպես նաև ճիշտ ընտրել, ճիշտ ընկերություն, թե ում հետ համագործակցես։ Ես միայն խորհուրդ կարող եմ տալ իմ փորձի հիման վրա։ Նախ ասեմ պետք է անհատը այդ մարդը որ ցանկանում է զբաղվի մոդելինգով, նո մոդելինգ հիմա մենք մոդելինգ ենք ասում, ինքը իրականում այդքան էլ մոդելինգ չի, այն պատկերացումների մեջ ինչ որ մենք կատարում ենք հիմա, այսինքն լինի խոսքային, գովազդային հոլովակների դեմք նախ պետք է գտնի իր անհատականությունը, այսինքն ինչով ես դու տարբերվում մնացածից։ Ես շատ եմ աշխատել իմ խոսքի վրա, շատ եմ աշխատել ինչպես տեսախցիկի միջոցով հասցնել ինֆորմացիան դիտորդին, որտեղ նայել, ինչ ժեստիկուլյացիա օգտագործել, այդ ամեն ինչը ես շատ երկար սովորել եմ, դա չի եղել մի օր, ես հենց արթնացա եւ որոշեցի, որ ես պետք է լինեմ մոդել, ինչը որ հիմա տենց ես տեսնում եմ մարդիկ, ովքեր բացարձակ փորձ չունեն, ես աշխատանքի բերումով լինում եմ նաեւ որ մարդկանց կանչում եմ որպես մոդել եւ տեսնում եմ որ ոչ կա պորտֆոլիո, ոչ կա այսինքն աշխատանքային փորձ չկա, դա չի նշանակում որ դու բնական է ամեն մեկս ինչ որ մի օր սկսում ենք, պարտադիր չի լինել ինչ որ մի անգամից ինչ որ միտեղ նկարահանվել, որպեսզի ունենալ աշխատանքային փորձ։ Դու կարող ես քո համար, քո հոբիի համար տեսախցիկը միացնել, խոսել տեսախցիկին, ունենալ ինչ որ հոլովակներ, հետաքրքիր նյութ, որը որ դու պատմում ես տեսախցիկին եւ դա կարա համարվի որպես հոլովակ, որը որ մենք կարող ենք դիտարկել։
եւ դրա միջոցով ես այնքան նկարվեցի եւ իմ edge-ի համար, իմ edge-ում իրականում ես վերջերս եմ սկսել հենց տենց խոսքային նկարահանվել, քանի որ միշտ իրականում վազում էի դեպի գեղեցիկ ներկայացումը, որպեսզի լինի ամեն ինչ մտածված, սցենարային լինի, ես չունեմ հոլովակ, որտեղ ուղակի մի հատիկ կադր է եւ մի հատիկ տեքստ է վրան գրված, ես ամեն ինչը սիրում եմ շատ գեղեցիկ ու շատ երկար մտածում եմ մի բան ներկայացնելուց առաջ ու նոր սկսեցի իմեջում խոսքային հոլովակներ տեղադրել եւ դա էլ նույնպես իհարկե խթանում է, որպեսզի այլ բրենդի հետ աշխատելուց կարողանաս էլ ավելի լավ ներկայացնել, իսկ ինչը վերաբերվում է իր կայունությանը, որպես աշխատանք վերաբերվելուն եւ ֆինանսական աղբյուր որպես իհարկե դա կայուն չի, եթե դու չես աշխատում ֆիքսված ընկերությունների հետ երկարաժամկետ համագործակցությունով, ես ունեմ մի քանի ընկերությունում հետ ես աշխատում եմ երկարատև, ունեմ մի քանի պրոյեկտներ, որտեղ ես նկարվում եմ պրոյեկտի ստեղծման առաջին օրվանից եւ նկարվելու եմ, եւ դա բնական է կայուն է։ Բայց եղել են օրեր, երբ որ ես նոր սկսել եմ, դա եղել են 1-2 հոլովակ մի ընկերության համար, ում հետ դու երկրորդ անգամ չես հանդիպելու։ Ու դա լրիվ նորմալ է, որովհետև նույն ձև վիդեոգրաֆները կարան աշխատեն, ստեղծեն կոնտենտ ինչ-որ մի ընկերության համար եւ երկրորդ անգամ իրենց չդիմեն։ Դա լրիվ օքեյ է, դա էլ կախված է արդեն թե նախ բրենդը ինչ պատկերացումներ ունի, երկրորդը թե ինչքանով ես դու ամեն ինչով համապատասխանում ես արդյոք իր պատկերացումներին թե ոչ, եւ եթե ամեն ինչ լավ է լինում եւ իհարկե ֆինանսը եւ իրենց կողմից եւ քո կողմից աշխատանքը արդարացված է լինում, բնական է լինում է արդեն հեռանկարային։ Նաև այսօր իրականում շատ են տարածված հոլովակներ, որ տեսնում ենք մարդկանց կարող են հրավիրել որպես մոդել կամ օրինակ թեկուզ ֆիլմերում, տեսարաններում նկարահանվելու, բայց օրինակ գումարը չտրամադրեն ու նման խաբեություններով զբաղվեն, արդյոք ոնց պետք է մարդիկ քաստինգային տարբեր կազմակերպությունների դիմելիս զգույշ լինեն, թե դա ավելի շատ փորձի վրա է հիմնված։ Չէ, միանշանակ պետք է զգույշ լինել, նախ պետք է ամեն ինչ, այն որ ասում ատադոյա, պետք է ամեն ինչ հստակեցվի, ես մեկ փորձ եմ ունեցել նման նկարահանումների, երբ ժամը ուղղակի 11-ներ, չէ, կներեք, 2-ը եւ 14:00 իրանք չէին գրել։ Այսինքն գրել էին մինչեւ 2-ը, ու ես մտածել եմ, օքեյ, առավոտվա 8-ից մինչեւ 2-ը։ Իմ պատկերացումների մեջ այդ 2-ը ցերեկն էր, իրանց պատկերացումների մեջ այդ 2-ը գիշերն էր։ Ու իրանք բարձրաբանեցին, որ եթե լիներ 2-ը, մենք կգրեինք բան, ցերեկը լիներ, կգրեինք 14:00, բայց այդ բյուջեն, այդ աշխատանքը, այդ բան չէր համապատասխանում այդ ժամանակային գրաֆիկին։ Բնական է, ես այդտեղից ուղղակի գնացի իրանց հետ համաձայնացնելով, քանի որ հասկանում ես նաև որ աշխատանք է, ես հասկացա, որ այդտեղ իմ կարիքը այդքան էլ չկա եւ ես կարամ գնամ, դա ինձից միայն կախված process չի։ Իսկ մնացածի առումով ես իրականում կաստինգ ստուդիաների հետ հիմա չեմ համագործակցում, որովհետեւ ունեցել եմ այդպես 1-2 փորձ, որը որ ինձ համար հաջող չեն եղել, բայց գիտեմ ընկերություններ, ովքեր որ նորմալ աշխատում են, մոդելների հետ նորմալ, չգիտեմ ֆինանսական մասը ոնց են իրանք ապահովում, ճիշտ է ամեն ինչ իրանց համար թե ոչ, բայց ես չեմ համագործակցում, դրա փոխարեն նախընտրում եմ համագործակցել մարքեթինգային ընկերությունների հետ, որտեղ այնտեղ ամեն ինչ հստակ է, ոնց իրանք մարքեթինգում աշխատում են, այդպես հստակ էլ մոդելների հետ են հիմնականում աշխատում։ Այսինքն դու գիտես, որ ընկերության համար տեքստերը տրամադրում են նախապես, այսինքն ամեն ինչը մտածված է, հագուստը ինչ պետք է լինի, խոսքը ինչ պետք է լինի, եթե մի քիչ ավելի շատ խորանում ենք ու լավ տենց իրանց համար շատ իրանք պատկերացում ունեն ինչ են ուզում ստանան, մենք խոսում ենք եւ մեյքափը եւ մազը ոնց պետք է լինի, բարձրակրունկները անհրաժեշտ են, թե նկարահանվելուց չի երևալու, կապ չունի որտեղ ենք նկարվում, այդ ամեն ինչը մենք մանրակրկիտ խոսում ենք եւ ես ում հետ աշխատում եմ, ես մանրակրկիտ այդ ամեն ինչը խոսում եմ, նկարների միջոցով հաստատում եմ հագուստս, որ հագուստով եմ լինելու, եթե օրվա ընթացքում մի քանի բան ենք նկարելու, ես պարտադիր հաստատում եմ մի քանի տարբերակ հագուստ, որպեսզի տեղում կարողանանք որոշել, ու այդ ամեն ինչը հեշտացնում է process-ը։ Եթե դու որպես մոդել մի քանի ավել հարց տաս, բնական է միգուցե իրանք էլ ավելի շահագրգռված կլինեն եւ կհասկանան, որ դու հասկանում ես, դու ինչի մասին ես խոսում ու դու ուր ես գնում։ Ու այդ ամեն ինչը իրանք հստակեցնելով քո գործն են հեշտացնելու, որովհետև դու կգաս արդեն իսկ պատրաստ, եթե բոլորը նկարահանման հրապարակում գիտեն ինչ անել, այդ աշխատանքը շատ արագ եւ արդյունավետ է լինում։ Իրականում կարևոր է որ մանրամասնում ես, որովհետև կողքից երբ որ մարդիկ դիտում են, շատերին թվում է, որ հոլովակը շատ հեշտ է ստանալը, 1 վայրկյանում նկարահանվում է, մոնտաժվում է ու արդեն ստացվում է, ու շատերն էլ հենց դրանից կարող են մտածել, որ իրենք էլ կարող են այդ ոլորտում առաջընթաց ունենալ։ Ես ստանում էի ծանոթ մարդկանցից նամակներ, ինչով ես գործ ես անում, մեզ կասես, որտեղ գրանցվենք, ում հետ ես դու խոսում, որ քեզ կանչում են նկարահանումների բան, մենք է գնանք նկարվենք, դե ես
չեմ ուզում ասեմ, որ ես չեմ ուզում կիսվել, թե ես որտեղ եմ աշխատում, բայց ես ասում եմ կան նման հայտարարություններ, այստեղ կարաք հայտարարություն նայեք, այնտեղ կարաք դիմեք, օքեյ, դիմեք, աշխատեք, ես յանի պրոտիվ, բայց եղավ երկու դեպք, երբ իրանք հետո այս ինչ ահավոր գործ է, 10 անգամ փորձում են մի կադրը, այստեղ կանգնի, այնտեղ կանգնի, հետո տեքստը չգիտեմ, լավ չասեցիր, առոգանությունդ լավ չէր, նորից կրկնի, ես ասեմ, դրա համար էլ ես բացի մեկ-մեկ ցույց եմ տալիս այդ ընթացքը, հիմնական չեմ կարողանում ցույց տալ, որովհետև դե նկարահանվում եմ, մինչև ես չեմ ուզում խանգարեմ նկարահանման process-ին, որ մի հատ էլ ես ինձ համար նկարեմ, բայց եթե ունենում եմ կողքից նկարող backstage-ի կադրեր, իրանք տեսնում են, թե իրականում ինչքան դժվար է դա, չնայած ինքս ինձ գովազդ եւ գովանքի խոսքեր չլինեն, ես շատ հազվադեպ ալինում, երբ մի տեքստը տրամադրված մի քանի անգամ կրկնելուց եմ ասում, կամ դա լինում է սխալ, կամ դա լինում է նենց առոգանությամբ, որը պետք է կրկնել, հիմնականում, այսինքն հասել եմ մի հատ նենց ինքս իմ համար նենց մի հատ մակարդակի, որ ես հասկանում եմ, թե ինչպես է իմ ուղեղը ընդունում այդ տեքստը եւ ոնց ես արագ դա ըմբռնեմ, որպեսզի արագ ներկայացնեմ ու դա լինի համոզիչ, ու դա լինի այն մատերիալը, ինչը որ անհրաժեշտ է։ Դրա համար մարդիկ չեն պատկերացնում, էլի, որ իրականում ինքը այդքան էլ տենց թրիվերի հավես գործ չի։ Նաև իրականում խիտ աշխատանքային գրաֆիկի ժամանակ նաև դրան գումարվում է արդեն քո սոցիալական հարթակներում ակտիվությունը, դժվար է ժամանակ հատկացնել ընտանիքին, բալիկին, իրականում ինչպես ես հասցնում ճիշտ ձևով ամեն ոլորտին ժամանակ տրամադրել։ Ես փորձում եմ բաշխել ճիշտ ժամանակը, միշտ չի որ ստացվում է, իրականում այդ ամենադժվար գործն է, ինչ կարելի անել։ Ես քանի որ բալիկս հաճախում եմ մանկապարտեզ, ես ունեմ ազատ ժամանակ մինչև ժամը 4-ը։ Ու ես գիտեմ, որ իմ գործերը պետք է այնպես պլանավորեմ, որ ամեն ինչ անեմ մինչև ժամը 4-ը, որտեվ 4-ից հետո ես Լեոյի մաման եմ, եւ ինքը չպետք է իմանա, թե դու ինչքան զբաղված ես, ինչ գործ պետք է անես, ինչ գործ պետք է չանես, եթե ես կարողացել եմ ստեղծել մի հնարավորություն ինձ համար, որպեսզի կարողանամ պլանավորեմ իմ գործերը, ես կանեմ դա մաքսիմալ այնպես, որպեսզի երեխայիս այդ ժամանակը բացարձակ չտուժի։ Քանի որ իրականում մի քանի ժամ ենք վերջում իրար հետ անցկացնելու, ու ուզում եմ այդ ժամերը լինեն որակյալ, այլ ոչ թե շատ ու անորակ, ավելի լավ է մի քանի ժամ անցկացնել եւ շատ ավելի որակով իր հետ խաղալով, իր հետաքրքրություններով, շաբաթ-կիրակիները փորձում եմ լինել իր հետ, այդ առավոտվա ժամերը, երբ որ շաբաթ-կիրակի կարամ գործս հակառակ պլանավորեմ, երեկոյան աշխատեմ, իսկ առավոտյան, քանի որ ինքը տանն է, վայելեմ իր ներկայությունը, որովհետեւ իրականում մենք հիմա մի հատ նես տարիքում ենք, sense ընկերական վիճակի մեջ ենք, իրան շատ հավես է իմ հետ, ինձ էլ շատ հավես է իր հետ։ Նաև վարդ նշեցիր, որ ամուսնու ծնողները իրականում շատ օգնում են, քաջալերում ու այնպես են քո աշխատանքը գնահատում, որ նույնիսկ կարող է դու իրենց հարազատ աղջիկը չես, օրինակ, բայց իրենք քեզ ընդունում են այդպես, ինչպես է ստացվում, որ նման առողջ հարաբերություններ են ձևավորվում ընտանիքում, քանի որ այսօր նաև տեսնում ենք, որ շատերի մոտ հենց խնդիր կա այդ ոլորտում։ Մեր առողջ հարաբերությունները ի սկզբանե նենց չի եղել, որ մենք սենց հանդիպել ենք, ասել ենք վայ, ոնց գտանք իրար, տենց չի եղել։ Մենք շատ փոքր քայլերով եկել ենք այս հարաբերություններին, ամեն ինչ ստեղծվել է հարգանքի փոխանցման վրա, աջակցման վրա եւ հետծննդաբերական շրջանում եւ այսինքն դա չի եղել աջակցություն մեկ օրվա համար կամ մի հոլովակ նկարելու համար։ Մենք տան մեջ հոգ ենք տանում իրար մասին ու կապ չունի հարազատ ծնող չի, եթե մենք մի տան մեջ ենք ապրում, ուրեմն հարազատ մարդ է, դու մի տուն ես կիսում, օջախ ես կիսում իր հետ ու արդեն երկկողմանի համաձայնությամբ ամեն ինչը աջակցությամբ ու հոգ տանելով հասկանում ենք, որ մենք միասին ենք ապրում ու նույնիսկ եթե միասին էլ չապրենք, դա պետք է ամեն ինչը բոլոր հարաբերությունները եթե ստեղծված են հարգանքի, չեմ ասի սիրո, որովհետև սիրո ճակերտները մի քիչ բացես շատ է լայնանում, հարգանք պետք է լինի ընտանիքում։ Նաև երբ որ նշեցիր, որ ասում ես հարսը բլոգեր էր, արդյոք իրենց համար ինչպես էր դրան ադապտացվելը ու ինչ կար, որ տարօրինակ էր իրենց համար սկզբնական շրջանում ընդունելը։ Կարծում եմ տարօրինակ, ես սա իմ կարծիքը, որովհետև դեռ տենց նմանատիպ խոսակցություն չենք ունեցել, երևի թե այդ շրջանի մարդկանց համար իրենք բավականին ջահել են, բայց ինձ թվում է այդ երբ բարեկամներ են տեսնում տարբեր ձեր հարսը, ոյ, տեսանք այս վիդեոն, բայց իրենք ասեն շատ լավ տրամադրված են միշտ ասում, եւ այն թե ինչ կարելի է տնից դուրս հանել։
ինչ ինֆո կարելի է հանրայնացնել, ինչ ինֆոն պետք է մնա տանը, թե ոնց պետք է այդ ամենը ներկայացվի, ինչ նուրբ պետք է ներկայացվի, որ ավելորդ ոչինչ չերևա, այդ ամեն ինչը իրականում դժվար է նաև ներկայացնել, երբ որ տանը ապրում եք բոլորով ու դու ոչ մեկին չես կարա նեղություն տաս ու չպետք է նեղություն տաս, որտեվ դա քո ընտրությունն է, քո բանն է, իսկ իրենք հարգելով անում են այնպես, որպեսզի դու կարողանաս այդ ամենը շատ լավ ներկայացնել ու իմեջում, եթե նայեն, նույնիսկ վիդեոներ կա, որ ես ձայն չեմ կտրում, չեմ հանում, ունդեղ տոտին սիրում ասենց Լեոին բան, ու այդ ամենը իրենց համար ինձ թվում է սկզբում անսովոր էր, էլի, որ ինչ որ երրորդ անձիկ շատ նայում են այդ վիդեոները ու կարան տեսնեն, բայց քանի որ իրենք ոնց որ չէին ցանկանում նկարահանվել ու բականի մենք դեռ չունենք տենց համաձայնություն, որ իրանք Երևանի վիդեոներում շատ կարճ, շատ փոքրիկ հատվածներ կա, սթորիներ կան, որ իրանք Երևում են, դեռ այդ փուլին չենք հասել, որ իրանք ցանկություն հայտնեն ինքնուրույն, որ ուզում են Երևան, դա բնական է, ես էլ չեմ ներգրավի իրանք, եթե դա իրանք ցանկությամբ չի, դա իրանք համար ինձ թվում է իհարկե, հեսա կնայեն վերջում կասեն, թե ինչն է իրանք համար խնդրահարույց եղել, բայց կարծում եմ դա էր միայն, թե ինչը պետքա մնա տան մեջ, միգուցե ես ինչ-որ բաներ եմ ներկայացրել, որ իրենց պատկերացումներով պետքա չներկայացվեր, ինչ-որ հարաբերությունների մանրամասներ եւ այլն, բայց ամեն մեկս մեր ընտրությունով ենք առաջ գնում, բնական է, միշտ չէ, որ կարող ես բոլորին գոհացնել։ Նաև բացի ընտանիքից շատ կարևոր են ընկերներում հետ շփվում ես, իրականում ինչ ձև ոչ միայն կվերաբերվեն, այլ նաև կաջակցեն եւ որքանով կարելի ասել իրոք ուրախ կլինեն քեզ համար։ Ինչքանով է քո բախտը բերել ընկերների առումով։ Ընկերների առումով երևի թե աջակցություն այդպիսին ընկեր բարեկամ ճակերտներ բացեմ, քանի որ շատ ընկերներ չունեմ եւ հիմա ձեռք եմ վերել Instagram-ի շնորհիվ շատ ընկերներ, որոնք որ այն Instagram-ի ընկերները չեն, այն կյանքի ընկերներն են, որ ավելի գիտակից տարիքում ինքդ քեզ ընտրում ես, իրանք եւս վարում են էջեր եւ մենք այդպես Instagram-ի միջոցով ծանոթացել ենք, աջակցությունը բնական է իրանց կողմից մեծ է, քանի որ հասկանում են քո կատարած աշխատանքը եւ այդ աջակցությունը երկկողմանի է, իսկ այն բարեկամների, ընկերների կողմից ովքեր պատկերացում չունեն դա ինչ աշխատանք է ու բաց իրանց կյանքում Instagram-ը միայն այտենց նորություն կարդալ ռիլեր թերթելու համար է, իրանք պատկերացում չունեն ու աջակցություն այդպիսին, որ ասեմ տենց զգացել եմ, չէ։ Ես ասում եմ նույնիսկ աջակցություն, եթե ձեզ հետաքրքրել է այդ վիդեոն մինչև վերջ նայելը, դա մեծ աջակցություն է, ել չեմ ասում, եթե սրտիկել կամ ինչ-որ մեկնաբանություն գրել կամ ինձ ուղարկել, ասել ապրես լավ ստացվել, դա եւս իհարկե աջակցություն է, միգուցե եւ նայում են, բայց տենց ասեմ ջերմ խոսքեր, որ ինչ լավ է առաջ գնա եւ այլն, շատ քիչ մարդկանցից կա, բայց կարևոր է այդ քիչ մարդիկ են, ումից ես դա սպասում եմ։ Նաեւ ոլորտը իրականում մրցակցային է, ինչքան էլ կան շատ աշխատողներ, շատ ընկերություններ, որոնք համագործակցում են, դժվար է ունենալ քո կայուն աշխատանքը, քո կայուն տեղը այս ոլորտում, ընդհանրապես մրցակցության դաշտը ինչպես է հաղթահարելի։ Ես ինձ մրցակցային հիմա չեմ համարում անկեղծ ասած, քանի որ ինձ թվում է ես դեռ չեմ հասել այն սանդղակին, որտեղ դու սկսում ես մրցել կամ դու զգալ մրցակցություն։ Հիմա ես այն փուլում եմ, երբ ինձ դուր է գալիս իմ աշխատանքը ու մարդկանց սկսում է դուր գալ իմ աշխատանքը։ Ես շատ ուրախ եմ իհարկե, որ կան ընկերություններ, ովքեր դիտարկում են ինձ որպես իրանց համար թիրախային բլոգեր կամ այն մարդը, ում կուզենան, ում դեմքը, ում ընտանիքը, ում այդ ներկայացրած ձևը կցանկանան իրանց էջում երևա, դա շատ իհարկե իմ համար շատ ուրախալի է, բայց որպես այդպեսին, որ ասեմ, ես զգում եմ մրցակցություն ինչ-որ մեկի կողմից կամ ես մրցում եմ ինչ-որ մեկի հետ, իհարկե ոչ։ Նաև Վարդ, եթե ամփոփենք, իրականում թե աշխատանքային ոլորտում, թե ընտանիքում տարբեր զարգացումներ կարող են ունենալ, բայց ինչ ես պատկերացնում, ապագատ ավելի շատ ինչպիսին կլինի, ընտանիքին կնվիրվես, թե իրականում հավասար բաժանումը դեպի կարիերան եւ ընտանիքը այդ կպահպանես։ Չէ, միանշանակ հավասար բաժանումը մի բանին նվիրվելուց հետո վերջը լավ չի լինում։ Միշտ պետքա բալանսը պահել ամեն ինչի մեջ, թե դա կլինի, այսինքն մենք որպես մարդ, մեր թե օրը, թե կյանքը, թե առօրյան պետքա բաշխենք եւ ժամանակ ունենանք ընկերների հետ անցկացնելու, լիցքաթափվելու, ինքներս մեզ համար ժամանակ, աշխատանքի համար, ընտանիքի համար, իհարկե այդ որ թվարկում եմ շատ է ստացվում ու գրեթե թվում է, որ 24-ը 7-ի բաժանում պետքա լինի, որ դու կարողանաս այդ ամեն ինչը հասցնես։ Կարելի է ինչ-որ միտեղ մի բան չհասցնել ու դա լրիվ օքեյ է, պետք չի ամեն ինչի հետևից վազել, որպեսզի ամեն ինչ իդեալական ու բաշխված լինի։ Ինչ-որ միտեղ մի բան չհասցնելը լրիվ նորմալ է, իսկ եթե դնենք ընտրությունը ինչի մեջ ինչ-որ միտեղ չհասցնել, բնական է ես ընտրությունս կտամ
ընտանիքին ու կհասցնեմ ընտանիքում։ Նաև եթե այսպիսի խորհրդի կարգով են մարդիկ, ովքեր ցանկանում են սկսել որևէ հոլովակներ տեղադրել կամ թեկուզ բլոգ վարել, իրականում շատ են վախենում շրջապատի կարծիքից, խոսակցություններից, ինչ խորհուրդ կտաս, ինչպես կարող են նոր սկսող մարդիկ այդ վախերը շրջանցել։ Ցանկացած գործում սկսելուց կարծում եմ, որ պետքա սկսել։ Որովհետև նախ եթե չստացվի, ոչ մեկ չի ասել, որ դու երկրորդ հնարավորություն չես ունենալու, նամանավանդ այս ոլորտում, երբ որ երկրորդ, երրորդ, չորրորդ եւ լիքը հնարավորություններ կա ներկայանալու։ Կարևոր է անել այն գործը, որ դու սիրում ես, որովհետև դու վերջում ինքդ մենակ քեզ ես պատասխան տալու, ինչը արեցիր ու ինչը չարեցիր, ու մենակ դու չես հիշելու այդ րոպեին ինչի համար դու դա չարեցիր, ում կարծիքի համար դու դա չարեցիր։ Դու հիշելու ես, որ պես պետք էր անել, միգուցե պետք էր փորձել ու միգուցե պետք է ստացվեր։ Միշտ ավելի լավ է անել, փորձել ու միգուցե եթե չստացվի, ոչինչ, դու փորձեցիր։ Վարդ շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ քո փորձով կիսվելով նաև շատերին կօգնենք, որպեսզի չվախենան եւ իրենց առաջին քայլերը սկսեն թեկուզ այս ոլորտում։ Մերսի շատ հրավերի համար, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։